պետք է վերապրենք։ Դա այն վստահությունը չի, որ ուղղակի մենք լսում ենք։ Դա ավելին է, վստահությունն է, որ դու անձամբ ես առնում։ Հիսուս իր ջրհորներն ունի։ Մենք պետք է ամեն ժամանակ նրա ջրհորներից օգտվենք։ Դա ավելացնում է մեր վստահությունը նրա հանդեպ։ Եկեք բացենք մեկ խոսք, որպես նախաբան, Հռոմեացիս 8:14 եւ 16-րդ խոսքերը կկարդամ։ Ասում է, որովհետեւ որոնք որ Աստծո հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են։ 16-րդ խոսքը ասում է, նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստծո որդիք ենք։ Տեսեք, Աստծո որդիները նրանք են, ովքեր որ Աստծո հոգով են վարվում։ Հիսուսն ասաց, իմ գառները կլսեն իմ ձայնը եւ կգան իմ հետևից։ Ով է լսում Տիրոջ ձայնը։ Գիտեք, շատ ժամանակ նենց չի, որ հեշտ է դրան հասնելը, բայց մենք պետք է ժամանակ տրամադրենք եւ ժամանակ անցկացնենք Աստծո հետ։ Պետք է մենք մաքսիմում անկեղծ լինենք Աստծո հետ։ Պետք է մենք մեր ծածուկ սենյակ ունենանք, սովորենք նրա հետ քայլել, նրա հետ ընթանալ։ Հիսուսը Աստված լինելով ինքը երկար ժամանակ էր տրամադրում աղոթքին եւ Աստծո հետ ժամանակ անցկացնելուն։ Իսկ մենք քրիստոնյաներս պետք է նույն ձև, որպես Հիսուսին մեր օրինակ ունենալով ամեն ժամանակ նրա հետ վարվենք, նրա հետ քայլենք, նրա հոգու առաջնորդությունը մեր կյանքերում փնտրենք։ Շատ ժամանակ մենք կարող է որոշումներ կայացնենք կամ խոսանք պահի ազդեցության ներքո, բայց Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ մենք պետք է սովորենք համբերել։ Մենք մենակ չենք, հոգին, ասում է, մեր հոգու հետ վկայություն է տալիս։ Աստծո խոսքը ասում է, երբ որ չիմանաս, թե որն է ճանապարհը, այս կողմ գնաս թե այն կողմ, ասում է ականջիդ հետևից ձայն կլսես, թե որն է ճանապարհը։ Ում կյանքում է եղել, որ գնացել է ճանապարհներով, հետո ճանապարհի կեսից հասկացել է, որ դա չէր, ինքը պետք է աղոթք աներ։ Մենք պետք է հոգևոր զգայություն ունենանք։ Օրինակ իմ կյանքում եղել է ինչ-որ խնդիրների կամ փորձությունների մեջով, որ անցել եմ, հետո հետ եմ նայում, այդ ամեն ինչը կարար չլիներ, այդ ամեն ինչից առաջ Աստված ինձ կանչում էր աղոթքի, ծածուկ սենյակը մտնել եւ հարցնել նրա կամքը։ Շատ ժամանակ մենք մարդկայնորեն մտածում ենք ուշա, պետքա շտապել, պետքա հենց վարքյան շուտ այդ ամեն ինչը արվի։ Բայց երբ որ խոճապային իրավիճակներ կա, մի շտապեք։ Ծունկ դրեք Աստծո առաջ, Աստծո Տիրոջ հզոր օծյալներ այդպես են վարվում, եւ մենք պետքա սովորենք նրա հետ նրանից վերցնել, նրանից սովորել։ Պետքա մենք սովորենք ծածուկ մեր կյանքը նորոգել Աստծով։ Հիսուսն ասում է, բաժակի ներսը մաքրեք եւ դուրսը մաքուր կլինի։ Տեսեք, մենք պետքա մաքսիմում անկեղծ լինենք Աստծո հետ։ Ինչ է նշանակում անկեղծություն։ Տիրոջ հզոր օծյալներ տեսնում ենք Աստվածաշնչում, որ նրանք անկեղծ էին։ Աստված երբ որ նրանց կանչեց, օրինակ այսօր հանդիպել են, որ կարդալուց Երեմիան էլ, Եսայան էլ, երբ որ իրանց կանչեց, իրանք հզոր Տիրոջ պետքա մարգարեները լինեին։ Առաջինը ինչ արեց Եսայայի դեպքում էլ Աստված հպվեց նրա շուրթերին։ Ասում է Տերը մի տեսիլք ցույց տվեց, ինքը հայտնվեց երկնքի գահի առաջ, ասում է սերով բեները փառաբանում են, ասում են Տերը սուրբ է, սուրբ է, սուրբ է։ Ու ասում է հենց այն փառաբանում, որ այդ տարածքի դրան դինքը ասում է իրար էր գալիս, այդտենց փառաբանում էին։ Ու ասում է, ասեցի Տեր, ես պիղծ շուրթերով մարդ եմ։ Ասում է եւ Տիրոջ հրեշտակը սերով բեն, ասում է եկավ եւ հպվեց իմ շուրթերին։ Ու տեսնում եք նույնն էլ Երեմիան խոսում է նրա մասին, երբ որ Տերը նրան կանչում է, ասում է, որ դու ազգերի մարգարե ես լինելու։ Ասում է, բայց ես ո՞նց խոսամ, ինչ ասեմ, ասում է, Տերը հպվում է նրա շուրթերին։ Գիտեք, Աստված, որ մեր կյանքում մի բան անում է, մենք պետք է թեկուզ մեր տկարությունների մասին խոսանք։ Մենք պետք է ասենք, այո Տեր, ես պատրաստ եմ, բայց ես ունեմ խնդիրներ։ Գուցե սամաչում եմ։ Մովսեսին, երբ որ Տերը կանչեց, ասաց, ես թեթևախոս եմ։ Աստված չասեց, չբժշկեց իրան, այլ Ահարոնին դրեց իր կողքը, մեկ ուրիշին հանեց նրա արատի պատճառով։ Ու մենք շատ ժամանակ ասենք, երբ որ Տերը մեզ կանչում է ինչ-որ մի բան անելու, ում կյանքում է եղել, ասում եմ, Տեր, ես դեռ չեմ կարող, դա շատ պատասխանատվի է։ Ով է միշտ սիրտ ունեցել մարդկանց հասնելու, բայց մտահոգություն ոնց անի, որ սխալ չանի մարդկանց հետ կապված, դա ես եմ, ելով կա։ Որ պատրաստ է մարդկանց օգնելու, բայց ասում է Տեր չլինի, որ սխալվեմ։ Գիտեք,
երբ որ դու մտնում ես ծածուկ սենյակը, դու սովորում ես քահանայություն։ Դու սովորում ես, թե ոնց կարող ես դու Տիրոջ քահանան դառնալ։ Եվ Տերը այդտեղ է, որ քեզ սովորացնել։ Օրինակ, իմ կյանքում եղել է Աստվածաշնչյան դպրոցում էի սովորում։ Եկել եմ տուն ու լվացվելու պահին Աստված ասեց, պետքա գնաս հարևանին, աղոթես ու քարոզես։ Լավ, ասեցի Տեր, կլինի հետո, ու Աստված խիստ խոսեց հետս, ասեց դու քո արած ու չարած գործերի համար պատասխան ես տալու։ Ես կիսատ լվացվելուց գնացել եմ, խոսացել եմ, հիշում եմ, տատիկ էր հիմա Քրիստոսով ննջել է, աղոթեցինք ու հրաշք էր եղել իր կյանքում։ Ես նոր էի ապաշխարել ու դուրս էր եկել վկայում էր մյուս տատիկներին, ու ինձ sense նայում էին, էլ այս տղու հետ ինչ է կատարվել, ինքը ուրիշ մարդ էր, հիմա դարձել է հոգևոր ու ինչ նշաններ, հրաշքներ, դրա համար սիրելիներս պետք է մենք միշտ բաց լինենք Տիրոջ համար։ Այսօր եւ երեկ էի մտածում քարոզի մեջ ինչի մասին պետք է նույն ձև խոսամ, այսօր մի չարիք, որ պատահել է բոլորին, կարելի է ասել, ու շատերի հետ խոսում ես, ու կարող է իրանք բոլորի հետ շփվեն, տունը ինչ որ հեռուստացույց դնեն, ինչ որ ֆիլմ դիտեն կամ ինչ որ այլ բաներով զբաղվեն, բայց շատերն է խոստովանում, որ իրանց կյանքում կա մենակության զգացում։ Ում կյանքում է եղել դա։ Չի եղել ձեր հետ։ Գիտեք, մենք քրիստոնյաներով մեր կյանքում այդ զգացումը պետք է չլինի, որովհետև Տերը մեզ հետ է։ Տերը մեզ հետ է։ Աստծո շատ օծյալներ, երբ որ իրանք հաջողության հասան, ու ասեցին, որ Տերը մեզ հետ է, մենք կանենք դա։ Պողոս առաքյալը հզոր առաքյալ լինելով ասում է, ինձ զորացնող Քրիստոսով կարող եմ ամեն բան։ Երբեք չասես դու մենակ ես, ես եւ դու մենակ չենք։ Քրիստոսը մեզ հետ է, Աստված քեզ հետ է։ Դա ուղղակի դավանություն չի, որ մենք անում ենք։ Աստծո խոսքը ասում է այն հույսը, որ Հիսուս Քրիստոսում է, երբեք ամոթով չի թողնում։ Դա մենք պետք է զգանք նրա ներկայությամբ։ Պետք է այդ վստահությունը գա մեր կյանքերի մեջ փոխարինելու վախին։ Պետք է գիտես, երբ որ մենք մտնում ենք մեր աղոթքի սենյակ, մեր առանձին սենյակ, Աստված բժշկում է մեր շարժառիթները։ Աստված բերում է մեր կյանքում նախանձախնդրություն։ Աստված տալիս է մեր կյանքին ուղղություն։ Շատ բան է փոխվում մեր ծածուկ սենյակում, սիրելիներս։ Այնտեղ կարող ենք թողել մենք մեր մեղքերը եւ վերցնել Տիրոջ հոգևոր սպառազինությունը։ Թողել մեր բեռը եւ վերցնել Տիրոջ լուծը։ Հիսուսն ասեց ինձի եկեք բոլոր բեռնացներ եւ բեռնավորվածներ եւ հոգնածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Գիտեք, եկեք սովորենք Հիսուսից, որովհետեւ ինքն է ճշմարտությունը, կյանքը եւ ճանապարհը։ Այդ ճշմարտությունը թող բացված լինի մեզ համար։ Այդ կյանքը թող գա մեզանում այն ինչ որ նրանում է։ Հիսուսն ասեց ես ձեզ մենակ չեմ թողնի։ Ով մենակ կլինի, ես եւ դու մենակ չենք։ Երբեք չասես ես մենակ եմ։ Աստծո խոսքը ասում է, որ Տիրոջ իմաստության եւ հանճարի հոգին բնակվում է մեզանում։ Խնդիրների ժամանակ կարող է իմաստություն տալ եւ կարող է դու քո կյանքում ունես հանճար, այսինքն ունես մի հատ միտք ստանաս քո գործնական կամ չգիտեմ առօրյայում, որ մյուսները սովորեն քեզանից։ Եվ այն որ շատ ժամանակ, երբ որ մտնում ես աղոթքի ծածուկ սենյակ, ինչ որ մի բան անընդհատ քեզ ոնց որ շտապեսնի, չէ՞։ Ասի դու այս գործը ունես, սա ունես, անելու, սա ունես, ոնց որ միտքը զբաղվի։ Ժամանակը լինում ես գիտեք ինչ եմ անում, երբ որ մտնում եմ աղոթքի, ասում եմ, զգում եմ ինչ որ միտք է գալի, որ պետք է ինչ որ X մարդու զանգեմ, որ անհանգստացնում ես։ Ասում եմ կներես Տեր, գալիս եմ, զանգում եմ, վերջացնում եմ, նոր հանգիստ մտնում եմ աղոթքի, ասում եմ իմ միտքը պետք է հանգիստ լինի, որ ես Տիրոջ հետ կարողանամ շփվել, որ ես խոսամ, ասեմ իմ տկարությունների մասին։ Երբ որ Տերը քեզ կանչում է, ինչ որ մի բան, որ քեզ խանգարում է ծառայելու համար, ասա նրան, ասա Տեր դա իմ ժամանակն է, Տեր դա իմ հիվանդությունն է, Տեր դա իմ ֆինանսներն է, Տեր ես սիրտ ունեմ անելու, բայց իմաստություն չունեմ, հայտնություն չունեմ, Տեր պատրաստ եմ անելու, բայց այդ վստահությունը պակաս է իմ ներսում։ Եվ Աստված ինքը կօգնի քեզ։ Ծածուկ սենյակում ոչ միայն մենք վերցնում ենք մեր այն ինչ որ մեր կյանքում է պետք, առաջնային մի բան, Սուրբ Հոգին հիմնականում երբ է գործում, երբ որ մենք նրա ծրագրի մի մասն ենք դառնում, դա առավել եւս ստացվում է։ Իսկ երբ որ մենք գնում ենք նրա գործն անելու
ու չես հասկանում քո կյանքում, թե քո գործերը ոնց է դասավորվում, Տերը ոնց է հրաշքներ անում, դու չես հասկանում, բայց երբ որ կենտրոնանում ես քո գործի վրա, Տիրոջինը չես անում, ինչքան էլ ուզում ես չարչարվի, որովհետև օրհնողը Տերն է։ Դրա համար եկեք սովորենք Աստծուց եւ քայլենք Աստծու հետ։ Գիտեք, Գեդեոնը երբ որ Տերը կանչեց, ասում է կալում ցորեն էր աղում։ Ես չգիտեմ դա ինչ տեղա ոնց են անում։ Ու ասեց ով Տիրոջ հզոր մարդ։ Ինքը զարմացավ, ով ես, հասկանում ենք։ Դու քեզ նայ նենց, ոնց որ Տերը քեզ կանչում է։ Աբրահամին, երբ որ Տերը կանչեց, Աբրահամ էր ինքը, անունը փոխեց։ Դրա համար դու քեզ նայիր նենց, ոնց որ Տերը խոստումները տալիս է, նենց ոնց որ կանչում է, նենց ոնց որ Տերը քեզ տեսնում է։ Դու տես քեզ Տիրոջ աշկերով։ Էլ դու առաջվանը չես, ոչ թե քո դնթն է խոսում, ոչ թե քո ժառանգականությունն է խոսում, ոչ թե քո հին վախերն է խոսում, այլ խոսում է Քրիստոսի օծյալը։ Այն օծությունը, որ քեզանում ներգործում է, որ քեզ կարող է սովորացնի, որ քեզ կարող է առաջնորդի եւ դնի քահանայության մեջ։ Եվ փոխվի եւ դու եւ քո բնավորությունը։ Շատ ժամանակ գիտեք մտածում եմ Տեր Աստված, լմա շատերին ես չեմ հասկանում, շատերին ինձ չեն հասկանում։ Ինչ որ հարցերի շուրջ, ոչ հիմնականում։ Բայց ես ասում եմ Տեր, ես հարգում եմ քո ճաշակը, որտեղ եկեղեցում ով կա, նրանք քո զավակներն են եւ դու ես նրանց ընտրել։ Ես հարգում եմ քեզ, քո ճաշակը եւ քո ընտրությունը։ Եթե նրանք իմ քույր աղբերներն են, ես կարող եմ ինչ-որ հարցերում պետքա փոխվեմ, որ որպես քար տաշվեմ, հարմարվեմ ինչ-որ մեկերին, ինչ-որ մեկերն էլ ինձ, որպեսզի կարողանանք Քրիստոսով աճենք եւ բարձրանանք։ Եվ գիտեք, երբ որ ես ասում եմ զգայուն եմ եւ նրա երկյուղն ունեմ եւ նախանձախնդրություն ունեմ Տիրոջ կամքը կատարելու, ես նույնիսկ փոխվում եմ իմ աղոթքի ծածուկ սենյակում։ Հիսուսն ասաց, այն ինչ որ ծածուկում կլսեք, բարձր տեղերից կխոսակ։ Եվ քեզ կասեն, որտեղից է այս իմաստությունը, այս հանճարը նրա մեջ։ Եվ դու գիտես որտեղից է։ Գործք առաքելոցում էլ հանդիպում ենք Աստվածաշնչի շատ հերոսներ, որ իրենք ծնկների վրա են, երբ որ Տիրոջից առաջա դրանք ստացան։ Տեսնում ենք նույն ձև Աստվածաշնչի շատ հերոսներ, որ իրանք թագավորների ու շատ սեղաններից չէին օգտվում, առանձնացնելով իրենց Տիրոջ համար։ Ու տարբերվում էր իրանց իմաստությունը։ Հեսուի համար գրված է, որ ինքը գերազանց հոգի ուներ։ Աստծո խոսքը ասում է, որ մեզ մենակ չի թողնի։ Գնալու ճանապարհները մեզ կսովորացնի։ Առակաց գրքում ասում է, քո ճանապարհները հանձնիր նրան, եւ նա ինքը կշտկի քո ճանապարհները։ Դրա համար մենք պետք է սովորենք համբերել, սովորենք սпасել։ Եթե մենք այո գիտենք Տիրոջ առաջ ծունկ դնել, Տիրոջ առաջ Տիրոջ հետ քայլել, Տիրոջ հետ վարվել, այդ դեպքում ասենք Սուրբ Հոգու պտուղները գալով մեր կյանքով նրա էությունը դրսևորվում է մեզանից։ Օրեր առաջ 60+ ունենք, ոսկե սերունդի հետ ենք շփվում ու հետաքրքիր մի բանի մասին նույնպես խոսացինք, ասում ենք երբ որ Տերը գալիս է մեր կյանքերի մեջ ու նրա ներկայությունը, ուրախությունը զգալով, գնում ենք ինչ-որ մեկի կյանքում խոսալու, ասում ենք այդ նույն սրտացավությունը զգում ենք, ոնց որ Տերն է զգում այդ չփրկվածի հանդեպ։ Ու նույն ձևով այդ սերը զգում ենք մարդկանց հանդեպ։ Այսինքն նույն ձև մենք այդ պտուղների հետ գործ ունենք։ Բայց Հիսուսը ասում է, որ այն ինչ որ իրանում պտուղ չի բերում, ինքը մաքրում ու հեռացնում է։ Մենք շատ ժամանակ ասենք մտածում ենք այդ մաքրելու process-ը լինում է, որ պարտադիր ցավոտ, բայց դա այդքան էլ այդպես չի։ Օրինակ լինում է ծառայություններ, որ ես զգում եմ նրա ներկայությունը, երբ որ նրա ներկայությունը գալիս է իմ կյանքի մեջ, ես ամենաերջանիկ մարդն եմ։ Իմ ամենասիրած բանն է նրա ներկայությունը, նրա ուրախությունը, նրա ներգործությունը։ Երբ որ կանգնում ես ծառայելու եւ քեզ վրա եղած օծությունը գործում է։ Այդ ժամանակ դու դառնում ես ուրիշ մարդ։ Ասում ես դա ոչ թե ես եմ, այլ Տերն է։ Մենք մեր ուժերով ոչինչ չենք կարող անել, Հիսուսը ասեց։ Դրա համար եկեք սովորենք նրա հետ վարվել, նրա հետ համագործակցել եւ նրա հետ քայլել։ Եվ կբժշկվի մեր անձնական կյանքը
մեր կյանքում եղած խնդիրները եւ այդ համագործակցությունից կծնվի մի հատ մեծ ծառայություն, որ մարդիկ կլինեն օրհնված այդ ծառայությունով։ Ոնց որ Աստվածաշնչյան շատ հերոսների օրինակ բերեցինք։ Մեր տկարության մեջ է Տիրոջ զորությունը։ Միշտ հիշեք, չասեք ես չեմ կարա։ Ասա Տեր սիրտս հոժարա, օգնիր ինձ, իմաստություն տուր, հայտնություն տուր, թե ոնց կարող եմ անել։ Եկեք կարդանք Եբրայեցիս 3:15-ը։ Ասում է, քանի որ այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերն, ինչպես որ բարկացնելու ժամանակներում է։ Նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի խստացրեք։ Եվ մենք Տիրոջ որդիներն ենք, մենք նրա ձայնը պետք է լսենք։ Եղել է, որ ասենք, նստել եմ հաց ուտելու, գտալ վերցել եմ, որ պետք է այդ պահին ճաշ ուտեմ, Աստված ասել է ծնկի արի աղոթք արի։ Ծնկի եմ եղել աղոթք եմ անելու ընթացքում, ասել է պետք է գնաս ես ինչ բարեկամի տունը, Աստծո խոսքը խոսաս ու աղոթես։ Հենց այդ նույն օրը գնացի արել եմ ու իրանց տունը շատ վախեցած մարդիկ կային, ոնց որ իրանց հարազատը իրանց տան մեջ էր մահացել, որոշները վախենում էին, մտածում են իր հոգին է այդտեղ կամ մեկը կամ մյուսը գիտություն չունենալու պատճառով Աստծո խոսքը խոսացինք, յուղովոցեցինք եւ բժշկություն եկավ իրանց կյանքերի մեջ։ Պետք է մենք սովորենք Տիրոջից առաջադրանք ստանալ, գնալ եւ կատարել։ Իսկ 1, 2, 3, 4, եթե մենք չենք անում այն ինչ որ Տերն է ասում, արդեն մենք ավելի ուշ կլսենք նրանց առաջադրանք, նրա ձայնը, առաջնորդություն, ու մենք կդառնանք սառած քրիստոնյաներ։ Կարող է, մենք Կիրակի մենք գանք եկեղեցի, բայց 2 ժամ նստենք, լսենք Աստծո խոսքը, դա լավ է, դա վատ չի, բայց դա քիչ է։ Եթե մեր կյանքերում մենք հաճախ չենք քայլում Տիրոջ հետ, չենք վարվում Աստծո հետ, դա քիչ է։ Ամիսներ առաջ Վրաստանում էինք ընտանիքով ու նենց եղավ, որ մեքենան սխալ տեղ է կայանել, դա ինվալիդների համար նախատեսված կայանատեղ էր ու տեղ գրված էր։ Երբ որ կայանեցի, այդ գրվածը ես տեսա։ Լավ, ասացի շուտ գալու ենք, երևի մի քանի րոպե ենք կանգնելու գանք։ Գնացինք որտեղ որ պետքա գնանք, ուրիշ տեղ չկար կայանելու, ասեմ։ Ու անհանգիստ եմ։ Կինս էլ է հետս զգում անհանգիստ եմ, ասում լավ, երեխեք հետ ստեղ մնա, մի հատ գնամ, տենամ մեքենան տեղում է, նորմալ է ամեն ինչ գամ։ Գնում եմ մեքենան տեղում է։ Գալիս եմ, անցնում է մի քանի րոպե, հələ այդտեղ չենք վերջացրել մեր գործողությունը, մեր տղեն այդտեղ մրցումներ էր։ Ու երկրորդ անգամ եմ գալիս մեքենան նայում, հետ եմ դառնում։ Գալիս եմ էլի մի քանի րոպե անցնում է, թվում է արդեն հեսա պետքա վերջացնենք գնամ։ Ասում եմ լավ, դե այդքան կանգնել եմ, թող վերջանա կգնանք։ Ու ամեն անգամ գալ նայելուց հետո ես տեսնում եմ այդ գրվածը, որ այդտեղ չի կարելի կանգնել, ընդ նշանը կա, դե վրացերն է գրած, չեմ հասկանում, բայց հասկանում եմ ինչի հետ կապ ունի ինքը։ Ու երրորդ անգամ երբ որ պետքա մոտենամ մեքենային, Աստված ինձ հայտնություն տվեց, որ վստահությունը մեր ներսում նրա մեջ է, որ մենք անում ենք նենց, ոնց որ Տերն է մեզ ասում։ Հասկանում եք իմաստը, ու Աստված Հեսուից օրինակ բերեց, որ Հեսուին ասում է խիզախ եղիր, այն առաջադրանքները, որ քեզ եմ տալիս, արա նենց, ոնց որ ես եմ ասում։ Հետո էլի է շեշտում խիզախ եղիր։ Ու Աստված ինձ բացատրեց, որ մեր խիզախությունն ու համարձակությունը նրա մեջ է, որ մենք անենք ամեն բան նենց, ոնց որ ինքն է ասում։ Դա երրորդ անգամ էր, որ ես մոտենում եմ մեքենային, երբ որ մոտեցա մեքենային, տեսա մեքենան այդտեղ չի։ Ու նայում եմ, ասում կարող սխալ տեղ եմ եկել։ Նայում եմ, չէ, այդտեղ սպիտակ մեքենան էր կանգնած, սպիտակ մեքենա, այդտեղ կանգնած էր սև մեքենա։ Ու սենց մի անգամից ժպիտ եկավ դեմքիս, ասացի Տեր, շնորհակալ եմ, ես դասը հասկացա։ Այն որ պետքա մի քանի անգամ ցույց տվեցիր, ես մեքենան պետքա այդտեղից տեղափոխած լինեի։ Ու հիմա ժպտում եմ, կինս է եկել երեխաների հետ, ու ինձ տեսնում են, մեքենան չկա, Դավիթը ժպտում է։ Ասում են ի՞նչ է եղել։ Դե ասում տարել են
Լա շատ կա։ Ոնց է լինում հայերեն։ Պահպանման տեղ, հատուկ պահպանման տեղ։ Ու մեքենան չկա։ Դե գնացինք, ինքը կարճ ժամանակ հետո շտրաֆները մուծեցինք, մեքենան հանեցինք, բայց Աստծուց մի հատ մեծ դաս ստացա։ Երբ որ ականջիդ հետևից ձայն ես լսում, արա։ Երբ որ Տերը ասում է մի արա, այդտեղ որ գրված էր մի կանգնի, ընդհանրապես հարգի այդ ամեն ինչը։ Առավել եւս, երբ որ Տերը ցույց է տալ, որ այդ գրվածը պետքա պահես։ Ու այդ գրվածը պահելու հետևում արդեն Աստված ինքը հայտնվում է։ Դրա համար սիրելիներս, եկեք քայլենք Աստծու հետ, եկեք բաց լինենք Աստծու համար։ Տեսնում ենք Մովսեսը Կարմիր ծովի դիմաց կանգնած, գավազանը ձեռքին ու աղաղակում է, որովհետև մեծ ժողովուրդ է իրան հետևում։ Բայց ինքը լուր կանգնած է, ու Աստված ասում է Մովսես, խես աղաղակում, ուղղիր գավազանդ։ Կարող է գիտեք ժամանակներ կա թվա թե դու սենց հանգիստ կանգնած ես կամ ծածուկ սենյակը նես չի որ պետք է ասես մի անգամից առանձնանաս Տիրոջ հետ, դա շատ լավ է առանձնանալը։ Բայց կարող է դու օրը 24 ժամ հասանելի լինես Տիրոջը։ Կարող է դու ընդհանրապես հասանելի չլինես Տիրոջը։ Դրա համար մենք պետք է զգայուն լինենք, հասկանալու թե Տերը ինչ է ուզում։ Օրինակ ասենք երեխությանը բնորոշ է, չէ, շտապել խոսալը, շտապել իր քո կարծիքը ասելը։ Բայց երբ որ Տիրոջ հետ ես քայլում, դու սովորում ես լռել։ Հետո կարևոր տեղերում սովորում ես, որ Տեր, ինչ խոսամ, ասեմ թե չէ, տեղին կլինի թե տեղին չի լինի։ Շատ բաներ կա, որ մեզանում ձուլվում է, բայց այստեղ խոնարհությունն է, որ մեր կյանքում խոսում է, որ որպես կավ մենք մեր անձերը հանձնում ենք բրուտի ձեռքերի մեջ եւ ասում ենք Տեր, դարձրու այն ինչ որ դու ես ուզում։ Որովհետեւ այն ինչ որ Տերը դարձնում է մեզ, դա շատ հրաշալի է, քո դուրն էլ կգաս դու։ Օրինակ լինում է, որ բաներ անում եմ, որը որ Աստծո սրտին հաճելի է։ Ու ես ինքս ինձ ասում եմ, այ ես այս Դավիթին եմ սիրում։ Երբ որ Աստծո խաղաղությամբ, ուրախությամբ, նրա ներկայությամբ լցված եւ կատարում ես այն առաջադրանքը, որը որ Տերն է տվել, նրա սրտի համեմատ մարդ։ Բայց ոչ միշտ ենք մենք կարողանում տենց անենք։ Բայց եկեք փոխվենք, ապաշխարենք եւ սովորենք մաքսիմումը այդպես անել։ Մեր պաշտպանությունը մտերմությունն է Տիրոջ հետ։ Մտերմացի Տիրոջ հետ, որքան կարաս հեռու գնա, որքան կարաս խորը, որքան կարաս շատ ժամանակ տրամադրի։ Հեսու 1:8 նոր որ վկայում էի, այս խոսքն է ստացել, ասում այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա մեջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Դեք ասում է ոչ թե միայն այդ ամեն ինչի շուրջ գիշեր ցերեկ մտածես, նույնիսկ խոսաս, քո բերանից չհեռանա։ Եվ այն ժամանակ ասում է խելամուտ կլինես դու քո ճանապարհներում։ Սրանք մարդիկ էին, Հեսուն օրինակ շատ զգուշությամբ կատարեց այն ինչ որ Տերը ասում է։ Եվ Աստծո խոսքը մեզ ասում է, որ ուշադրությամբ լսես եւ զգուշությամբ կատարես։ Աստծո խոսքը ասում է, որ մեզի կտանի դեպի գլուխ եւ մենք պոշ չենք լինի։ Նույնիսկ սովորացնում է երկրորդ օրինացի մեջ, որ նրա ձայնը լսենք եւ հետևենք նրա ձայնին։ Այն ժամանակ մենք օրհնված կլինենք։ Շատ ժամանակ մենք մտածում ենք նրա ձայնը պետքա լսենք, ասենց ահա էս ինչ կամ այն ինչ, չէ՞։ Բայց մեր խղճի ձայնը, մեր հավատքի ձայնը, մեր Աստծո խոսքը իմանալու ձայնը։ Այո, մենք բաց ենք լինում, նույնիսկ Տերը խոսում է մեր մտքերի հետ եւ մեր սրտի հետ։ Մենք պետքա բաց լինենք Տիրոջ համար եւ կատարենք այն առաջադրանքները, որը տալիս է։ Այս ամեն ինչի մեջ ի՞նչն է հրաշալին, մի շատ լավ բան, որ ձեռք ենք բերում, Հիսուսի անուններից մեկը սքանչելի խորհրդական, չէ՞, հզոր Աստված, որ ասվում է, Եսայան, սքանչելի խորհրդական, ով է խորհրդի կարիք ունենում միշտ։ Ես շատ եմ ունենում անկեղծ։
Ու ես ունեմ մի խորհրդական, Հիսուս Քրիստոսն է։ Այո, փառք Աստծո եկեղեցու համար, ծառայողների համար, բայց նրա հետ խորհրդի նստի, նրա կամքի հետ խորհրդի նստի, նա սքանչելի խորհրդական է, թող նրա խորհրդական լինելը բացվի քո կյանքի մեջ։ Եվ ինքը կասի, թե դու ոնց վարվես իրավիճակների մեջ։ Ու եթե ինչ-որ մեկի էլ խորհուրդ եք տալիս, աղոթեք, մի շտապեք խորհրդի մեջ, որովհետև դու պատասխանատվություն ես կրելու քո խորհրդի համար։ Ես չեմ շտապում երբեք խորհուրդ տալու։ Եթե վստահ եմ Աստծուց, ասում եմ, զգում եմ, որ Աստծուց է։ Իսկ եթե ինձանից է, ասում եմ, դա իմ կարծիքն է։ Եթե մարգարեական է, ասում եմ, Աստծուց եմ առել, քեզ եմ տալիս։ Շատ կարևոր մի բան։ Սովորենք վերցնել Աստծուց։ Սովորիր վերցնել Աստծուց։ Եվ երկրորդ բանը, կարողացար վերցնես, ոչ մի եսասերի Աստված ոչ մի բան չի տալի։ Հիշեք միշտ։ Աստված ուզում է, որ մենք աղբյուր դառնանք ոռոգման։ Աստծուց երբ որ վերցնես, տալու ես մարդկանց։ Շատ ժամանակ, ասենք, երբ որ խոսում ենք զոհի մասին, Տերը լցնում է, տալիս է, ֆինանսներն այ, բայց մեր շարժառիթները երբ որ ճիշտ չի, մեր նպատակները Աստծո մեջ չի, մեր ֆինանսների նպատակները Տիրոջ ուղղված չի, մեր կյանքի նպատակները, շատ ժամանակ չի ստացվի։ Եթե շարժառիթը ճիշտ չի, ինքը արդեն լավ չի, բայց երբ որ մենք կարևորում ենք, Տիրոջ երկյուղն ունենք, նախանձախնդրություն ունենք, ընթացքում Աստված շարժառիթներն էլ է մաքրում։ Որովհետև մեր Աստված լավ Աստված է։ Սովորիր վերցնել Աստծուց։ Ամեն հետևորդի, Հիսուսի հետևորդ, ինքը առաջնորդ է դառնում։ Ուզես չուզես մարդիկ գալու են քո մոտ։ Փարիսեցիները ասում ծովից ծով էին գնում, որ մի հոգի ճարեին, որ ավետարանը քարոզեին, որ ասում ձեզ նման դարձնեք։ Հիսուսը գնաց անապատեղ 5000 հոգի, էդի հենց տղամարդ, նրա հետևից գնացին։ Ուր գնում է լիքը մարդիկ, երկնքից եկած ամեն բան մարդիկ ուզում են։ Սիրելիներս, եկեք սովորենք վարվել Աստծու հետ, վերցնենք Աստծուց։ Աստծուց վերցնելուց հետո պետքա տանք մարդկանց, որպեսզի ոռոգենք եւ մենք էլ ոռոգվենք, բժշկենք եւ բժշկվենք։ Այդ մենակության զգացումն էլ է անցնելու, շատ բաներ կա անցնելու։ Հիվանդ ես կբժշկվես, չգիտեմ, տխուր ես, տրտմած ես, կյանքդ կփոխվի ուրախության։ Որպես ձեռնոց լինենք Աստծո ձեռքերի մեջ, որ Տերը օգտագործի մեզ, որ մեր փափագները նրա մեջ լինի, մեր ուրախությունը նրա մեջ լինի։ Այն ինչ որ երկնքից է գալիս, վերցրու, ոչ մի բան բաց չթողես։ Եկեք Աստծո խոսքից ևս մեկտեղ նայենք, Սաղմոս 15:1։ Ասում է Տեր, ով կկենա քո խորանումը եւ ով կբնակվի քո սուրբ սարում, ուղիղ գնացողը, արդարություն գործողը եւ իր սրտում ճշմարտություն խոսողը։ Ես ուզում եմ Տիրոջ խորանում բնակվեմ։ Էլով ավզում։ Եկեք բնակվենք, սիրելիներս։ Եկեք բնակվենք։ Մեր սրտում Տիրոջ սուրբ սարում Վերջի տեղն եմ կարդում ձեզ համար։ Ժողովող 11:5։ Ինչպես որ չգիտեք, թե որն է քամի ճանապարհը, ինչպես են շինվում ոսկոր նույնպես գործերը։ Էլ էստեղը կարդամ։ Ինչպես որ չգիտես, թե որն է քամի ճանապարհը, ինչպես են շինվում ոսկորները, հղի կնոջ արգանդումը, նույնպես եւ չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։ Գիտեք, թող Աստծու գործերը իմ ու քո կյանքում հայտնված լինի։ Ոնց որ չգիտենք, թե հղի արգանդում ոնց է երեխեն ձևավորվում ու մեծանում, նույնիսկ մենք չգիտենք ամենաստեղծ Աստծու գործերը մեր կյանքերում, բայց Աստված աշխատանք է տանում մեզ հետ, մեր ամենի հետ։ Քո կյանքում եղած խնդիրները, դժվարությունները, փորձությունները Աստված բարին գործակից անում, որովհետև նրան սիրում ենք։
Քո կյանքում ինչով որ անցել ես, Տերը բժշկել է, ընտանեկան խնդիր է, ֆինանսական խնդիր է, ինչով որ անցել ես, դու կարող ես հասնել մյուսին օգնել։ Տերը դրա մեջով քեզ թույլ է տվել անցնես, որ ասма չարչարվողներին էլ կարեկից լինես։ Հիսուսի համար գրված է, նա որ ամեն բանով չարչարվեցավ, ասма կարող է, ով որ չարչարվում է, նրան էլ կարեկից լինել եւ օգնել։ Նույն ձև մենք, եթե սիրտ ունենք, մենք պետք է կարողանանք վերցնենք Աստծուց, մեր կյանքերն էլ փոխվի եւ օգնենք մյուսներին էլ։ Եթե մենք վերցնենք մեզ համար, ես ասիրական, չի ոռոգվում։ Աստծո խոսքը ասում է, տվողին Տերը տալիս է։ Ասում է ոռոգողը ինքն էլ է ոռոգում։ Մենք դառնում ենք աղբյուր երկնքից եկած եւ նրա գործը անելով։ Եկեք կանգնենք ոտքի, աղոթ կանենք։ Տեր, ոնց որ հղի կնոջ արգանդում, Տեր, չգիտենք ոնց է ձևավորվում երեխան, այնպես է մեր կյանքերում դու աշխատում ես, այնպես է մեր կյանքերում քո գործն ես անում, Տեր։ Հայր խնդրում եմ, Տեր, այն գործը, որ սկսել ես մեզանում, տարմիջև Հիսուս Քրիստոսի օրը, Տեր։ Աստված, մենք ուզում ենք, Տեր, որ համագործակցենք քեզ հետ։ Մենք ուզում ենք քո ծառաները լինենք, Տեր։ Մենք քո որդիներն ենք եւ ուզում ենք քեզ հետ վարվել, սովորել քեզանից, Տեր, եւ մեր կյանքում կիրառել, Տեր։ Հայր, մենք քո փառքը տեսել ենք բազմիցս, Տեր, սովորեցրում ես, Տեր։ Սովորեցրում ես, Տեր, օրհնություն լինելու նույն ձև մյուսների կյանքի մեջ։ Հայր, մենք քո կարիք ունենք։ Մենք ուզում ենք այս աշխարհի վրա այդ համագործակցությունը ստացված լինի, Տեր, որ քո փառքը տարածողներ լինենք, Տեր, եւ մեր կյանքերում մաքրվի բաժակի ներսը եւ կարողանանք, Տեր, մյուսներին էլ հասնել, Տեր, մաքուր սրտով, Տեր, մաքուր էությամբ, ճիշտ շարժառիթներով եւ քո նախանձախնդրությամբ, Հիսուս։ Մենք հավատում ենք, Տեր, այն գործը, որ սկսել ես մեզանում, կտանես միջև Հիսուս Քրիստոսի օրը։ Շնորհակալ ենք, Տեր, ամեն։ Ամեն, Աստված